ֆուտբոլը ինքը վտանգներով լի բան է։ Տեսավ այդ MRT ռենտգենի բաները, դու ընդհանրապես ոնց ես քայլում։ Գայլները այդպես բարձր թռնում են, մտածում եմ մենք էլ ենք sense թռել 15 տարուց ավել ոչ մի գավաթ չէր հաղթել Արարատը։ Ոնց անենք, որ լավ խաղանք ֆուտբոլ։ Աստղերը այդ ժամանակ սես մի տեղ եկան, հավաքվեցին ու մենք ունեցանք շատ հզոր հավաքական։ Իսկ գազով թանի վրա խաղում եք։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք, լսում եք բոլոր ոդկասթային հարթակներով, բաժանորդագրվեք, ալիքին դրեք լայք։ Այսօր մենք խոսելու ենք ֆուտբոլի եւ ոչ միայն ֆուտբոլի մասին, մեր հյուրն է Դավիթ Մանոյանը։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Եվ այսպես այն մարդկանց մասին, որոնք չեն հետևել քեզ 12 տարեկանից։ Ավելի շուտ Ոնց, հա, երբ ես մտել ֆուտբոլ, ուր ես գնացել, ինչեր ես փորձել, հետո կհասնենք ոնց դուրս եկար։ 6 տարեկանից սկսեցի հաճախել ֆուտբոլի, Փյունիկի ակադեմիա, այն ժամանակ Կիլիկիա էր կոչվում։ Միասին Հենրիկ Մխիթարյանի հետ նույն թիմում ենք սկսել մեր առաջին քայլերը ֆուտբոլում։ Եվ մինչև 2016 թվական ես Փյունիկի ֆուտբոլիստ էի, վերջին 4 տարին թիմի ավագն էի։ Շատ շուտ պետքա ես արդեն մեկնեի արտասահման այլ ակումբներ, մոտ 2009-10 թվականներին, բայց շատ ծանր վնասվածքներ ունեցա։ Ու իրականում նույնիսկ կարողա շարունակեի ֆուտբոլը, շատ դեպքեր եղավ, ոչ մի հատ, ոչ երկու հատ, շատ էին։ Եվ 16 թվականին վերջապես իմ հարազատ ակումբը լքեցի, լավ իմաստով, տեղափոխվեցի Կիպրոս, 2 տարի այնտեղ խաղացի, հետո Լեհաստանում 1 տարի, Մակեդոնիայում եւս 1 տարի, նորից էլի վնասվածքները խանգարեցին, ես վերադարձա հայրենիք եւ խաղացի Շիրակում 1 մրցաշրջան, հետո այդ ամբողջ մեր Շիրակի կազմը տեղափոխվեց Արարատ եւ վերջին 15 տարիների մեջ Արարատի լավագույն արդյունքները գրանցեցինք, գավաթը նվաճեցինք, որտեղ 15 տարուց ավել ոչ մի գավաթ չէր հաղթել Արարատը։ Եվ 3 մրցաշրջան տենց լիարժեք այնտեղ խաղացի ու դրանից հետո նորից էլի վնասվածքներ ու իրական հիմա դեռ չեմ ավարտել կարիերաս, այսինքն մարդիկ կարծում են, որ ավարտել եմ։ Բայց ունեմ լուրջ ոտքի խնդիր, որը հիմա փորձում եմ լուծել, որ գոնե ես որոշեմ, որ ավարտում եմ, այլ ոչ թե ոտքերս պայմաններով ավարտել։ Իմ մոտ հələ այդ բանը ֆուտբոլիստը հələ տենց գլխումս կա ու ուզում եմ վերադառնամ, գոնե ես ավարտեմ էլի, բայց չգիտեմ ոնց կստացվի։ Լսի, բայց հետ գնալով այդ 6 տարեկանին, այ 6 տարեկանում երբ մոտ էլ նոմա, որ ինքը sense միանշանակ որոշել է, որ ուզում է ֆուտբոլիստ դառնա, թե այդ ավելի շատ ծնողների ազդեցությունն է լինում, որ գնա մի սպորտով զբաղվի։ Այդ հաստատ կա, հիմա առավել քան երբևէ ֆուտբոլը դա այտենց տրենդ է հիմա, իրականում այնքան շատ են ֆուտբոլի նույնիսկ ակումբ չես կարա կոչել, ուղղակի իրանք ունեն Instagram-ի էջ։ Խմբակներ։ Խմբը, հա, եկեք հաճախեք խաղացեք ինչ որ անհատական մարզումներ, որտեվ քանակը Երևանի բնակչությունն է ավելացել, ֆուտբոլի հանդեպ սերն է ավելացել ու դրա համար շատ են։ Ես ուղղակի այդ տարիքում 4-5-6 տարեկան ամբողջ օրը գնդակով դուրս խաղում էի, հա։ Այսինքն ես չեմ որոշել, գնամ այդ տարիքում բան չես որոշում, դու չեք օդերն եմ որոշում։ Եվ papas մի հատ ընկեր ուներ, մի օր ասաց, ինչի՞ չես տանում, ամբողջ օրը ստեղ խաղում, հենա թող գնա ու տարան ինձ հենց Փյունիկ, այդ Կիլիկյան, ու տեղից տենց արդեն ինքնըստինքյան իմ կյանքի գլխավոր իմաստը դարձավ ֆուտբոլը։ Իմ մոտ կա վախ, որ ցանկացած պրոֆեսիոնալ սպորտ, ներառյալ ֆուտբոլը, ինքը վտանգներով լի բան է, ու պետքա խաղացաչի ու հիմա դու ոնց որ վախերս ամրապնդեցիր։ Այդ արտագնապես է տենց, իրականում ռենտգեն որ անեք, սենց մի հատ կատաստրոֆա է իմ ծնկները։ Հենց ես տենց էլ մտածում էի, վնասակար է ասեմ, ինչա պետք անել, որ մարդ չմտածի, ասենք բոքսը գիտենք, եթե մարդ բոքսով է զբաղվում, ինչ որ բայց խնդրեմ կլինի, ուղղություններից, չգիտեմ, տրավմաներից, բան, ֆուտբոլը, ոտքի վնասվածք եւ այլն, արդյոք այդքան վտանգավոր է, ու արդյոք չարժի երբեք մտնել ֆուտբոլ։ Իրականում ֆուտբոլը մեկ-մեկ մոռանում ենք, թե ինչքան վտանգավոր սպորտ է, ինչի համար։ Էլի շարունակում վախը։ Ասեմ ինչի համար, օրինակ ունենք հոկեյ, չէ, որ տեսնում եք այտենց բրուտալ խփել իրար բան, բայց համազգեստը հոկեյիստների այդ շլեմը, այդ ոտքերին, այդ ամեն ինչը, չէ, ամեն տեղից պաշտպանված են, ինչքան էլ որ ատոմ ջարդեն, այն էլ բան, չէ, ասենք հիմնական կռիվների ժամանակ ղզիկացնեն հանեն։ Բայց ինձ թվում է այդ սպորտը իրական շատ տեղերում փոխվում է այդ առումով, ինձ թվում է հոկեյը, չգիտեմ, կկարողանան դա փոխել թե չէ,
Բայց ֆուտբոլը մի հատ ունես դու այսքան հատվածում այդ ճիտկի ասվածը, որ հայերեն չգիտեմ, պաշտպանիչ, ոնց է։ Սա հասկացան այս մեջ։ Ճիտկի, հա։ Ու ուրիշ ոչինչ։ Այսինքն այդ արագությունների ժամանակ այդ տեսել ենք ինչքան դեպքեր են եղել դարպասապահի, երբ որ ուզում է գնդակը հեռացնի, հարվածում է մեկի գլխին։ Մի խոսքով, այսինքն ինքը շատ վտանգավոր սպորտ է իրականում, բայց այդ սիրունության, այդ երկրպագուների մեջ մեկ-մեկ մոռանում ենք, էլի, թե ինչքան վտանգավոր սպորտ է ինքը։ Բայց ես կարծում եմ այն բացառություններից եմ, որ չափից շատ վնասված կստացա, կամ սովորական Դու որ պատմել ես կինոդարանի են 11 սերիալն էի բանում, դրա հետ իդեպ կապ ունես։ Չէ, որտեղ ընդեղ էլ էլի sense ամենախոստում նալիս պայն, լավ, սպոյլ չանենք, բայց կարծում եմ, հա, այդ ինքը տենց իրականում տենց ինչ որ ֆիլմերում շատ ենք տեսել, տենց ինչ որ արկ կա, չէ, որ հերոսը պետք է հեսաբան, մեկ է դղկ։ Իմ մոտ իրականում հա այդ ոնց որ իրական կյանքի պատմությունն է, որ ես արդեն 9 վիրահատություն եմ ունեցել կյանքի։ God, հա։ Ու տենց ամեն անգամ ոնց որ վերջինը պետք է լիներ ու չխաղայի, բայց վերադառնում էի, խաղում էի։ Դե ուր դու ես մեղավոր։ Նույնիսկ մի անգամ այստեղ մի հատ բժիշկ ունենք, որ առաջին անգամ էր ինձ տեսնում, երբ որ վերադարձա արտերկրից, երբ որ տեսավ այդ MRT-ի ռենտգենի բաները, ասում դու ընդհանրապես ոնց ես քայլում, բայց ես խաղում էի ու այդ վերջի 3 տարին արատում ամենաշատ խաղացած ֆուտբոլիստն էի րոպեներով, նույնիսկ դարպասապահ է շատ, իսկ դարպասապահ սովորաբար չի փոխանցվում։ Չգիտեմ, ինչ որ ձև խաղս փոխվել էր, որտեվ ես առաջ շատ ավելի արագ էի ու մի քիչ ուրիշ ձև էի խաղում, հետո կամաց մի քիչ փորձառությունը բան եղավ, այն ասում գնացող բան գնացքի հետևից չէի վազում, այլ տենց վայելում էի ամեն րոպեն այստեղ խաղալու։ Սպորտսմենների մոտ է տենց, որ տարիքի հետ լրիվ ոճը փոխվում է։ Ես եթե օրինակ ֆուտբոլին այդքան չեմ հետևում, բայց բասկետբոլին շատ եմ բանում, Մայքլ Ջորդանը 90-ականների սկիզբ ու 90-ականների վերջ լրիվ տարբեր ձև էր խաղում, ու նույնիսկ ինքը հիշում է, որ ասում է, ես որ նայում եմ այդ ջայլները այդպես բարձր թռնում են, մտածում եմ մենք էլ ենք sense թռել։ Իսկ ինքը դա ամենաբարձր թռնողն էր, էլի։ Ֆենոմեն էր։ Հա, նույնիսկ ինքն էր զարմանում, այսինքն փորձը գալիս է լցնում է այն տեղերը, որտեղ ռիսկով ինչ որ բան, հա։ Նույնիսկ ոչ միայն խաղը, այլ ընդհանուր քեզ հետևելը, այսինքն խաղից հետո դու ինչ ոնց վերականգնես, ինչ անես, եթե ինչ որ մի հատ ցավ ունես, որ այն ժամանակ ես կասեի դե լավ, պետք է պարապեմ, հանգիստ կտայի, մյուս օրը ավելի լավ կլինեի, այսինքն ես ոնց որ փորձում էի ընդհանրապես ոչ մի պարապմունք բաց չթողեի, բայց այս դեպքում ես խաղեր բաց չէի թողում, որը շատ ավելի կարևոր էր, էլի։ Այսինքն վերականգնման process-ը ոնց անես, ոնց հանգստանաս, ինչ վարժություններ անես, տես մի հատ ահռելի մի հատ փորձ կուտակվեց ու ես երկար տարիներ իրականում մտածում էի, որ մի հատ վերականգնողական կենտրոն բացեմ, որովհետև ցանկացած մարդ ֆուտբոլիստ ծնող, որ ինձ ճանաչում է, ինձ էին զանգում, հարցնում էին տղես ոտը սենց արի, ինչ անեմ, ոնց որ ես բժիշկ եմ, էլի, այսինքն այնքան փորձ կար, որ կարողանում էի ինչ որ ձև օգնել։ Հա, որ սպորտային բժշկությունը ոնց է մեր մոտ կա։ Վերջին տարիներին լավ է ավելի, քան եղել է, բայց մեկը շատ հետ ենք, որտեվ ես տեսել եմ շատ ուժեղ կլինիկաներ, Գերմանիայում եմ երկար տարիներ բուժվել, Ամերիկայում, այսինքն այնքան բան եմ տեսել Լեհաստանում, որ մենք հետ ենք, բայց ոչ թե այդ ապարատուրաների առումով, որտեվ այդտեղ ամեն ինչ կա գրեթե, այլ մասնագետների ու այդ մեթոդաբանության մեջ, այսինքն ոնց ասեմ, սպորտսմենների համար չի ավելի շատ, այլ սովորական մարդկանց, որ խնդիր չունեն, սպորտսմենի ամենակարևորը ինչն է, ամենաթանկարժեք բանը ժամանակն է, որ պետքա շուտ վերականգնվի, ինքը վերադառնա իր թիմ, իր պարապմունքներին։ Իսկ դա մի քիչ երկար process է։ Օրինակ Խաչաձև Կապանի վիրահատությունից հետո, որ սովորաբար գիտենք 8-9 ամիս է, հիմա Լեհաստանում 3-4 ամիս ընդամենը տևում։ Ու ես երբ որ ընդեղ էի, Յորա Մովսիսյանը նոր էր այդ Խաչաձև Կապանը վիրահատել, ես իրան զանգեցի, ասում եմ, արի 3 ամսում չէ, չի կարա տենց բան լինի բան։ Ու որ ընդեղ էի, ամեն շաբաթ ես իրան վիդեո էի ուղարկում, ասում եմ, նայ 5 օր առաջ է ես վիրահատվել, արդեն վազում է։ Այս 10 օր առաջ է վիրահատվել, արդեն ինքը գնդակով է բանան։ Հետո եկավ հավատաց ու եկավ Գիբրալտարին 4 հատ գող խփեց։ Զիգզագը դառնում է 30 տարեկան եւ այդ առիթով ինքը պատրաստել է անակնկալ, էնել ինչ անակնկալ։ iPhone 17 Pro 256 GB Orange, վերջին սերնդի iPad 11, PlayStation 5 Slim, MacBook M1 չիպով, Dyson Airwrap վարսահարդարիչ, ամեն մեկից 5 հատ շահելու հնարավորություն։ Ընդհանուր 25 շահում, այնպես որ հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 50,000-ից ավել բոլոր գնում կատարողները կարող են մասնակցել եւ շահելու հնարավորություն ստանալ։ Գնումները կարող եք անել
on-line եւ off-line Zigzag-ի բոլոր վաճառասրահներում։ Մեր ծնունդին զիլ շահումներ։ Հավատդ գալիս է, բայց որ Zigzag-ը 30 տարեկան է։ Բացարձակ չէ։ Կարծես 3 էր, որ եկա Zigzag PlayStation 1 առնելու։ Ապրիլյան գեղեցիկ օրեր։ Վերջիններ մնացել։ Մոտեցա, որ կասայից փողերով առնեմ, մեկ էլ մի հատ լկստված լակոտ, ասեց ես արդեն առել եմ։ Ոնց է դու ես։ Լկստված լակոտ։ Լացկան երեխա։ Լավ, վերջ, պետքա սկսենք։ Մի տեսակ տարօրինակ չի, իրանց ծնունդին իրանք են նվերներ անում։ Այդքան սիրում են իրենց հաճախորդներին ու շահելու հնարավորություն են տալիս։ Դու քո ծնունդին ինձ շահելու հնարավորություն կտայիր։ Ես քեզ այդքան չեմ սիրում։ Շատ վտանգավոր է հնչում, բայց ամեն դեպքում այն կա մեր կյանքում Այո, ու իհարկե։ փորձենք հասկանալ, քանի որ կա ոնց անենք, որ լավ խաղանք ֆուտբոլ։ Ոնց անենք, որ այն կարծրատիպը, որ մենք շախմատ ենք լավ խաղում, բայց ֆուտբոլը ինքը թիմային Ինդիվիդուալ ամենը չի։ սպորտերից Որն է, տենց ազգ է։ գլոբալ, փիլիսոփայական, տենց մի հատ abstract տեսանկյունից նայ, ինչն է մեր խնդրեմը։ Ամեն ինչ է իրականում, որովհետև մի հատ պետք է հասկանանք շախմատ ունենալու համար ինչ է մեզ պետք, մի հատ տախտակ ու լավ մարզիչ, որը մենք ունենք, չէ՞, այսինքն մենք ունենք շատ լավ շախմատիստներ, լավ մարզիչներ ու դրա համար մեծ ֆինանս չի պահանջում։ Իսկ ֆուտբոլը ինքը մի հատ ահռելի sense մեծ ֆինանսների հետ է կապված, այն երկրները, որոնք ունեն շատ լավ ֆուտբոլ, կայացած երկրներ են, տենց շատ բարդ կլինի գտնել մի երկիր, որը ունի շատ լավ ֆուտբոլիստներ, լավ ակումբներ, լավ ընդհանուր առաջնություն, բայց չգիտեմ, ոնց ասեմ, կայուն երկիր չի ֆինանսապես ու մնացած։ Կայացած երկիր է, ինձ թվում է։ Որը? Իսպանիան կայացած երկիր է, որտեղ ֆուտբոլը։ Նայեք, Вообще կայացած երկրի տպավորություն չի թողնում, ասենք, Չէ։ եթե մի անգամ քայլում ես այնտեղով, Դու որ գնաս իրանց ստադիոնները տենաս։ չէ, այդտեղ Իսպանիան նույնիսկ 4-րդ, 5-րդ լիգան այնտեղ ստադիոններ ունեն, երկրպագուներ ունեն, ֆուտբոլիստներ ունեն, որ չես կարող համատես այդ երկրների հետ ու նորմալ է, որ Պորտուգալիայի նման հիմա ուժեղ հավաքականին դու չես կարող իրական կարաս մի խաղով, երկու խաղով, ասենք եղել են դեպքեր, երբ որ դու ունեցել ես լավ սերունդ, լավ մարզիչ, որ sense մի հատ թիմ ա եղել, որը կարողացել է այդ ուժեղ հզոր թիմերի դեմ, տենց տաղանդավոր ֆուտբոլիստների դեմ ռեզուլտատ ցույց տա, բայց ինքը տենց համակարգային լուրջ բան է, պրոյեկտ է, որ պետք է ոչ թե այսօր այդ հարցը լուծես, այսինքն մենք տեսնում ենք հավաքականի արդյունք, եթե լավ է, ուրեմն մեր ֆուտբոլը լավ է, եթե վատ է, ուրեմն մեր ֆուտբոլը վատ է։ Սենց ամեն խաղից հետո միանգամից սենց կարծիքներ են, էլի։ Բայց նա այն նախորդ խաղին ես եղել էի հենց Որը? նայել էի, երբ որ 2-3 խաղացին, 13 թվին էր կարծեմ։ Էլի մեր հավաքականը Պորտուգալիա, հա։ Պորտուգալիայի հետ նույն Ռոնալդոն եկել էր, ճիշտ է, կազմը շատ ուրիշ էր, բայց այնքան սենց լավ խաղացին, որ միանշանակ սենց բոլորը ոգևորված էին ու այդ պարտությունը ոնց որ հաղթանակ լիներ, որովհետև հա դու մեկը հասկանում ես, որ շատ ավելի ուժեղ թիմ է, բայց այնքան լավ է, նույնը Իտալիայի հետ դրանից առաջ հրաշալի էր այդ թիմը խաղում ու ոնց ինքը ի վերջո բան անհատների բան չէ, ոնց որ համակարգային մի հատ մեծ ֆեյլ եղավ, որ այդ մակարդակից համարյա ոչինչ չմնաց։ Թեև հիմա էլ լավ խաղացողներ կան, հա, Բարսելոնան, Սպերցիամը, բայց ոնց որ համակարգային ինչ որ բան sense լրիվ կտրուկ փոխվեց։ Ինձ թվում է այդ տարիների մեր լավ հավաքականի մեր հաջողության գլխավոր բաներն էր, որ մենք շատ լավ կոլեկտիվ թիմ էինք ու գրեթե բոլորս իրար ճանաչում էինք շատ մանկուց, այսինքն բոլոր տարիքային հավաքականներում միասին էինք խաղացել։ Ու դա շատ էր օգնում մեր հավաքականին եւ ունեինք նաեւ փորձառու Սարգիս Հովսեփյան, Մարկոս Պիզելի, այսինքն այդ ամեն ինչին նաեւ գումարվում էր այդ պլյուս Արաս Օզբիլիս, Այաքսի ակադեմիայից են, որ ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր ինքը եւ Յորա Մովսիսյան, որը ուղղակի ֆենոմեն էր։ Ինքը որ իրան կյանքում տեսնական պարապմունք իրենք չէ կարող ասել, որ ինքը տենց արագ կարա վազի, կարա տենց ձախով աչով հավասար խփի, այսինքն աստղերը այդ ժամանակ ասես մի տեղ եկան հավաքվեցին ու մենք ունեցանք շատ հզոր հավաքական, որը իրականում ոչ միայն Հայաստանում լինում են տենց դեպքեր, որ այն երկրներում որ ֆուտբոլը այդքան տենց շատ զարգացած ուժեղ չի, մի հատ սերունդ է գալիս, որ կարողանում է ինչ որ մի ժամանակահատված լինել բարձունքում։ Մենք 32-րդ
թե 36-րդ տեղում ենք Դե FIFA-ի դինաստիա ո՞նց է դասակարգման կտրվում արդյունքում։ Դե դա պահելու համար պետք է համակարգ ունենաս, որ ինքը անընդհատ ավտոմատացված աշխատի, ոնց որ օրինակ Գերմանիան է, ինքը կապ չունի ովքեր են, միշտ իրանք այնց խաղացողներն են, որ 4 հատ հավաքական կանան իրանք սարքեն ու 4-ն են աշխարհի արդյունքում։ Լավ խաղան ընդհանուր։ Հա, նույնն էլ Ֆրանսիան։ Դրա համար ինքը շատ մեծ բան է ու հիմա ամենամեծ խնդիրներից մեկը մերն է, որ ինչ էինք մենք բանում, ասենք, չգիտեմ, արդ 73, դրանից հետո այդ բան մի քիչ հավասարություն կար, հետո այդ երկրներում ֆուտբոլը շատ արագ զարգացավ, իսկ մեր մոտ մնաց նույն տեղում։ Մարզերում մենք չունենք ակումբներ։ Բայց էսի մենք այն 90-ականներին էլ Կար, գիտենք ու չէ, անդադ կար, բայց խոսում էր, որ ունենք։ մենք անում ենք, հա, հիմա չունենք, սարքում ենք ֆուտբոլի դաշտեր, բաներ, բայց համակարգային ոնց որ Վրաստանում էլի շատ լավ արդյունքներ են Վրաստանում ինքը Կալաձեի էֆեկտը շատ ուժեղ աշխատեց, որովհետև ինքը բացի այն որ հիմա, եթե չեմ սխալվում, Թբիլիսիի քաղաքապետն է, ինքը բոլորին ստիպում է, որ ստիպել իրականում ստիպել, ոչ հա, իրականում ստիպում է, որ բոլորը ներդրեն ֆուտբոլի մեջ։ Այնտեղ իր արդյունքը տալիս է, իրանք ամեն ինչ փոխեցին, նույնիսկ այդ լիմիտ ասված լեգիոներների նենց են անում, որ ակումբները միտված լինեն, որ իրենց խաղացողները խաղան, որպեսզի դուրս գնան, այսինքն տրանսֆերից մեծ գումարներ են ստանում, հենց օրինակի համար 2 միլիոնով մի հատ ֆուտբոլիստ վաճառեցին դուրս, 2 միլիոն էլ տալիս է պետությունը իրանց, այսինքն իրանք միտված են, որ իրենց խաղացողները խաղան։ Իսկ մեր մոտ հակառակ պատկերն է, 70-80% լեգիոներներ է, 20%-ը մեր տեղացի ֆուտբոլիստներն են ու ամեն ինչ Երևանում է կենտրոնացած, որը շատ-շատ վատ է։ Ունենք մի հատ Գյումրի Շիրակ, որը վերջին տարիներին մի քիչ թուլացել է, որտեղ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղում, եւ Կապանի Գանձասարը Երևանում է խաղում, որը միշտ Կապանում էր խաղում։ Լորդին լուծարվեց, ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, այսինքն 10 թիմ ունենք, որից 9-ը Երևանից են։ Հետո ինչ որ ֆենոմենալ վատ թվեր էին, որ հենց յունիշսկի թիմերը խաղում էին, տենց ինչ որ բաները անհամեմատ պարտությունները շատ էին, քան հաղթանակները, ինչը մեզ մոտակա 10 տարվա առանձնապես հույս չի այդ սերունդը, սենց ասեմ, ոչ թե մենակ հիմա չի վատ, շատ վատ է դեռ մի 10 տարի վատ է։ Իրականում հա այդ արդյունքները, չգիտեմ, օրինակ 16, 18 ու 20 տարի երիտասարդական հավաքականը մենք ունեցել ենք միշտ լավ արդյունքներ, այսինքն այդտեղ սպորտությունների շարքը երբեք չի եղել, էլի, բայց պայմանները շատ ավելի լավ են, քան առաջ էր, կարծում պայմանները անհամեմատ լավ են, գիտելիքը բաց է, այսինքն մարդիկ կարելի է հրավիրել, գնալ, նայել, սովորել, ճամփորդելը երբեք այսքան հեշտ չի եղել, ինչքան հիմա, ու չի զարգանում, էլի, ոնց է տպավորությունա, որ ինչ-որ sense ներքին այդ ֆեդերացիայի բանի մեջ sense էգոների հաստատման, ինչ որ ես ճիշտ եմ, դու սխալ, բան, sense ինչ որ sense մի հատ Game of Thrones-ա գնում, ինչի արդյունքում դες մոռացվում է, ինչի համար ենք հավաքվել, էլի, հավաքական։ Ֆեդերացիան ճիշտ է, ինքը ընդհանուր համակարգողն է, բայց ակումբներն էլ ամեն մեկը ոնց որ իր բան մեթոդաբանությունը ունի, իր տեսլականը ունի, այսինքն բոլորը մեղավոր են, sense ասեմ, այսինքն մի հոգի չի։ Ակումբներում օրինակ քանի տարի է Փյունիկից երիտասարդ խաղացող չի եկել հավաքական։ Վերջինը, չգիտեմ, դա ում ասեմ, երևի Դե պետք չի կոնկրետ ասել։ Հովհաննես Թոմասյան, որը նույնիսկ Փյունիկի կեսից է եկել, այսինքն ինքը Արմենիայի սաներից էր ակադեմիայի, բայց ամեն դեպքում ես Փյունիկի ակադեմիային շատ լավ գիտեմ ու շատ լավ երիտասարդ խաղացողներ կան, որոնք ուղղակի շանս չեն ստանում խաղալու։ Որտեվ դա հնարավոր է։ Դե ասեմ ոնց, օրինակ 17-18 տարեկան հայ ֆուտբոլիստը շատ այնքան տաղանդավոր, այնքան ուժեղ պետք է լինի, որ լեգիոները, որ եկել է շատ մեծ գումարներ ստանում, իր տեղը խաղա։ Այսինքն դու բերել ես իրան, դու ինքը պետք է խաղա, թե ինչ ես վարձատրում, էլի, այսինքն այդ խնդիրը կա։ Իսկ մեր ժամանակ օրինակ Փյունիկում ինքը ամենաառաջնային բանը, որ խաղային տեղացի ֆուտբոլիստները, որ հավաքականին տային, այսինքն տենց ոնց որ ոչ թե ակումբի զարգացման բանի համար էր ոնց որ թիմը, ակումբը, այլ հավաքականի, ոնց որ sense մի հատ բան կար։ Ուրարտու հիմա բանացել են ժամանակահատվածում, նույն ձևով էլի բոլորը երիտասարդ հայ ֆուտբոլիստներ էին խաղում, դրա համար արդյունքը տվեց ու այդ երկու ակումբներից բոլոր բարձրագույն խմբի թիմերում, եթե այդ թիմում չեն խաղում, մյուս թիմերում էին գնում տեղափոխվում վարձավճարով կամ գնում էին իրենց, այսինքն այդ տարիներին այդ Փյունիկ Բանանց ու նաև Միկա ակումբները բոլոր Հայաստանի առաջություններում մատակարարում էին ֆուտբոլիստներ, որոնք արդյունք էին ստացել։ Իսկ կարող է տենց ընդհանրապես տենց օրինակ Ռուբեն Հայրապետյանի վիժնն էր, որ ինչ որ ինքը
մտքում պատկերացնում Դե էր ամբողջ։ այն ժամանակ համ կառուցվածքը։ Փյունիկի ոնց որ հետ էր ինքը համ հավաքականի ու ոնց որ առաջնայինը հավաքականն էր, որ ինձ պետք չի լեգիոներ որ գա, որ մենք անցնենք Չեմպիոններ լիգայի հաջորդ փուլ, այլ ինձ պետք են այս տղեկը որ խաղան հավաքականում։ Ու տենց էր եղավ, այսինքն այդ սերունդը որ եկավ, հենց հիմնական մասը Փյունիկից էր ու բանանց։ Հիմա որ գիտենք դա ճիշտ է, խի չենք կրկնում։ Դե հիմա բարդ է դա անելը, որովհետև այդ ասում եմ, այդ պահին ոնց որ այդ ամեն ինչը աշխատեց։ Ոնց որ հա միտեղ ճիշտ չի, միտեղ ճիշտ է, բայց հա ոնց եղել է, տենց էր, բայց հիմա այդ համակարգային շատ լուրջ բարեփոխումներ են պետք, տենց ասեմ, որ մարզերում ֆուտբոլը զարգանա, որովհետև իրոք դրա կարիքը կա, բայց դա մեծ շատ մեծ գումարների հետ է կապված, որովհետև հիմա բոլոր ակումբները ունեն սեփականատերեր, որոնք իրենց բիզնեսից կախված կա թիմը մնա կամ գնա, այսինքն իրանք եկամուտ չունեն բարձրական խմբում։ Ոչ տոմսերի վաճառքից, ոչ այդ ցուցադրման իրավունքների վաճառքից, այսինքն բուկմեյքերները վերջին չեմ կարող հիշում 4 տարի երևի չկա, որ այդ ֆորմայի վրա հարկելված է Հայաստանում ցանկացած գովաստ ու շատ դժվար է ակումբներին գոյատևել, եթե իրանք չեն խաղում օրինակ կոնֆերենս լիգայում, այնտեղ UEFA-ից գումարներ չեն ստանում։ Հրավիրում ենք ձեզ Spin Academia, վայր, որտեղ դուք ստանալու եք գիտելիքներ եւ ինչու ոչ մասնագիտություն։ Բարեկամներ, մենք ստեղծել ենք կրթության մի հնարավորություն, որտեղ ժամանակակից մասնագիտություն եք ստանում, ժամանակակից եւ գիտակ լավ պրոֆեսիոնալների կողմից։ Տեղը լավն է, մետրոյի կողքը, սերտիֆիկատը տալիս ենք, լավ սովորողներն էլ կարող են ստանալ աշխատանք կամ ստեղ կամ ավելի լավ տեղեր։ Իսկ մասնագիտությունները YouTube producing, YouTube marketing, SMM, graphic design, ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն առաջադիմացների համար։ Լավ չի։ Ես ինչ կուզեի հարցնել, որքանով է տաղանդ ու համակարգ բանը ֆուտբոլիստի մեջ որն ավելի կարևոր է։ Ենթադրենք ունենք, չգիտեմ, մի հատ տեղ գյուղում շատ տաղանդավոր երեխա։ Ինքը ինչ մեխանիզմ ունի, որ գա հասնի Երևանի այս ակումբներ, ոնց է դա լինելու եւ իրա տաղանդը տաղանդով, հա, բայց ինքը մեկը պետքա ինչ որ այսքան տարի համակարգային խաղա զարգանա, որ ինչ որ բան իրանից ներկայացնի։ Կա այդ ճանապարհը, որ մենք այդ երախոն չգիտեմ ակումբներ կան, որ ունեն շատ գյուղից բերենք։ Հա, կան ակումբներ, որոնք ունեն իրանց այդ ֆիլիալները, որ ունեն ոնց որ անուն օրինակի համար Փյունիկա, բայց խաղում են, ասենք, նո երեխեքը մարզվում են, օրինակ չգիտեմ, Դդմաշենում։ Այդ մեր գյուղն է, էլի դրա հիշեցի։ Օրինակի համար ու այտենց ոնց որ լինում են դեպքեր, որ այտենց սկաուտինգ ասված աշխատում է, Կա էդի Հայաստանում։ բայց շատ քիչ է, որտեվ հա, իրոք շատ լավ երեխեք կան, շատ տաղանդավոր երեխեք կան, բայց իրենց խաղալա պետք, այսինքն Հայաստանի առողջություններում ես հիշում եմ, երբ որ փոքր էինք ու գնում էինք, ասենք, մարզերում խաղալու, միշտ այն մեր մոտ բանը կար, որ ասում ենք դե կաթմացում կերած են, որ սենց ուժեղ, իրական ֆիզիկապես մեզան շատ ուժեղ էին։ Չգիտեմ այդ ոնց է աշխատում, բայց Երևանում ծնված մեծացածը միշտ ֆիզիկապես թույլ էր, գյուղում ծնված մեծացած իրոք այդ կար։ Արոդ 6-ից գործ է անում։ Հա, էլի կա, չէ։ Չէ, իրականում չգիտեմ, այդ օդն է ազդում, ինչն է ազդում, բայց միշտ ավելի տենց բոյով, ջոնով, սենց ճիշտ է լինում էին դեպքեր, որ ինչ որ տարիքային սխալ էին գրում թիվը բանը, բայց այդ շատ քիչ տոկոս մեծ երեխեքն ավելի փոքր։ Հա, դե ասենք օրինակ մի տարվա, երկու տարվա տարբերությունը այդ տարիքում շատ մեծ դեր է տանում, էլի։ Բայց կան ուղղակի շատ քիչ է այդ էլի, որտեղ ամեն ինչ հիմա կենտրոնացած է Երևանում։ Նոան է հիմա, որ Էջմիածնում է ակադեմիան հիմնել, բայց Աբովյանում են խաղում, հիմա ոնց որ նոր բան հաստատվեց, որ մարզադաշտ են կառուցելու, հենց Էջմիածնում, Արմավիր մարզում, բայց չեմ հիշում որտեղ, բայց հետա Կապանում օրինակ միշտ ամենաբարդ հանդիպումներն է մեզ սպասվել, ամեն անգամ գնացել ենք այդ Կապանի ժողովուրդը, դե իրականում այն ժամանակ այդտեղ տենց զբաղմունք շատ չկար ու ֆուտբոլը իրանց համար ոնց որ մի հատ տոն էր։ Գալիս էին նայել։ Ամբողջ ստադիոնը լցվում էր ու նամանավան Փյունիկի դեմ խաղերին, որ տենց մի հատ գոլը, մի հատ նենց էր թնդում բանը։ Ու շատ ափսոս է, որ այդ բարձրագույն խումբը հիմա Կապանից եկել է Երևան։ Այնտեղ առաջին լիգայում թիմ կա Սյունիքը, որը խաղում է, էլի լցվում են, էլի սիրում են ֆուտբոլը, բայց նենց պոտենցիալ ունեցող քաղաքներ, մարզեր ունենք, որ ուղղակի տենց չկա էլի այդ ամեն ինչը, որ գնան ֆուտբոլ, մարզադաշտ լինի, թիմ լինի վերջը, որ կարող են երկրպագել։ Լորին երկար տարիներ այդ Լորվա մարզի ամենագլխավոր թիմն էր։
եւ շատ ցավալի է, որ լուծարվեց։ Ակադեմիան դեռ գործում է, բայց ակումբը չկա։ Այսինքն երեխեքը որ մեծացան, թիմ չկա։ Հա, կամ թարգեն չխաղան։ Հա։ Մի հարց էլ ես կտամ, եթե թողնես։ Ես շատ հետաքրքրված եմ։ Well, իրականում շատ տուպոյ հարց եմ տալու, այսօր շատ չողջավորվենք։ Ես ուզում եմ պատկերացումը ասեմ, ոնց է պետք հասնել աջակցության ֆուտբոլում։ Նայ, իմ հասկանալով դա մկանային հիշողություն ստեղծելն է, հա, տարբեր դրվագներում, ոնց դու գնդակով առաջ խաղացնես, հասցնես, պաստաս եւ այլն։ Այսինքն, վերցնենք մի 20 ամենատարածված դրվագները, որ պետքա ստեղից փոխանցի պաստա, այս մարդը բռնի ու հետո ինչ անի։ Էդի պետքա այդ դրվագը այնքան շատ այդ երեխեքի հետ խաղացնես, որ իրա մկանային հիշողության մեջ լինի, որ ընկնի իրան գնդակը, չխառնվի իրար, իմանա, որ ոչ թե 3 վայրկյանում պետքա պաստա, այլ կես վայրկյանում, կամ եթե բռնի չբռնի ու նայի, բռնի ու միանգամից տշի դեպի դարպասներ։ Ընդհանրապես պետքա մի 10,000 անգամ նույն վիճակում ամեն մի խաղացողին դնել, հետո իրանք տենց ունիվերսալ խաղացողներ կդառնան, որ ցանկացած դրվագում առանց ինչ որ մտածելու բանելու, հա, որոշակի իմպրովիզ օքեյ եմ, բայց հիմնականում ինչ էլ կատարվի, իրանց համար շատ ստանդարտ վիճակ կլինի, որ արագ կողմնորոշվեն ու գոլ խփեն։ Չեք կարա տենց անեք։ Ֆուտբոլի ֆեդերացիա, եթե նայում եք այս մարդուն տարեք ձեր մոտ գործի։ Դե այդքան էլ տենց չի, ինքը ոնց որ այդ պարապմունքները, մարզումները բանը դու սովորում ես փոքր տարիքում գնդակ է վարվել, հարված, ընդունում, փոխանցում ամեն ինչ, այսինքն այդ անընդհատ մարզվելով այդ մկանային հիշողությունը քո մոտ ձևավորվում է։ Հետո արդեն գալիս է տարիքը, երբ որ թիմային տակտիկա, պաշտպանություն, հարձակում, այդ ամեն ինչը Դեվիդ Բեքհեմի կինոն տեսել ես։ Իհարկե, հա։ Այնտեղ իր հերը փոքր վախտում մի 10,000 անգամ դնում էր, ինչ որ ստեղից նույն դիրքով դա իրոք աշխատում է, նույնը Ստեփ Քերի մասին կարամ ասեմ, այդ որ ինքը տենց ֆենոմենալ նետող է, ինքը որ ժամերով օրական 10 ժամ ինքը նետել է ամեն օր, որովհետեւ այդ տենց անը։ Այդ իրոք տենց է, բայց այդ նախ ծնողը պետքա զբաղվի, որտեվ եկավ մարզվեց գնաց, հետո թե ինչ անում ինքը, ինչքան էլ մարզիչը խոսա ասի, մեկը տանդերը ստեղ շատ մեծ է։ Հա։ Իմ օրինակ պապաս միշտ ինձ տանում էր բան Հրազդան ստադիոնի հետևը մի հատ պարկով կա, հիմա կարծեմ մոտոցիկլետների բան է, չէ՞, դասամանդում է ինչ որ ավտոդրոմը, հա, այդ հատվածում միշտ գնում ենք ֆուտբոլ էինք խաղում։ Մանկական այգում Կարմիր ավազ կար, որ միշտ այնտեղ խաղում էինք այդ մարկական երկաթուղի տարածքում գիշեր Կարմիր մի հատ որ հիմա ռեստորանի հետևի պարկով կա դարձել, հա։ Միշտ գնում ենք, խաղում ենք, անհատական մարզումները շատ կարևոր են, բայց այսօր ինչ որ խոսում ենք ամենասկզբից, որ այնքան շատ են, որ ով պարապա ու գործ չունի, միանգամից անհատական մարզումների բանը էջ է բացում ու բոլոր տարիքների համար, որը տարիք կա, որ պարզապես պետք չի, բայց շատ կարևոր է այդ անհատական, այսինքն այդ 2 ժամը քեզ բավարար չի, դու պետք է գնաս ամեն օր պատի հետ խաղաս։ Այ միջինում 10 տարեկանում քանի ժամ էիր ֆուտբոլ խաղում։ Շատ, ես վերջացնում էի, գալիս էի տուն, էլի խաղում էի։ Հիմա էտա կակրս սահուն կասնենք, չէ, այդ ամեն ինչի։ Պլյուս դպրոց, բայց ես անկեղծ ասած 6-րդ դասանից հետո ես գրեթե դպրոց չեմ հաճախել, ինչի համար, որովհետև ժամանակս չէր ներում այդ մանկապատանեկան հավաքականներում արտերկիր մեկնել, խաղեր, պարապմունքներ, հավաքներ։ Մի կերպ ավարտեցի դպրոցը։ Զոհաբերես մեկը միեսին։ Չէ, իրականում եթե տենց մի քիչ, չգիտեմ, համակարգը դպրոցի մի քիչ որ հարմարված լինի նրան, որ դու պարտադիր չէ որ քիմիա անցնես կամ, չգիտեմ, այն բաները, որը քեզ երբեք պետք չի գալու, ինձ թվում է ավելի հեշտ կլինի կրթությունը կարող ստանաս, օրինակ, չգիտեմ, այտենց գլուխ չգողամ, բայց իմ հետ խոսածով չի ասել, որ ես կրթություն չունեմ։ Բայց ես համասարան չեմ գնացել, այսինքն դա նենց չի որ շատ կարևոր է, բայց կրթվելը պետք է ոչ թե համասարանի կամ դպրոցի բանով եմ ասում, ընդհանուր առմամբ, չգիտեմ, լեզու սովորել, ինչ որ գիտելիքներ ունենալ, ինչ որ մասնագիտական, որովհետև ֆուտբոլը նենց բան է, որ նենց վնասված կարող ստանալ։ Բա հենց էտա, պատկերացու սաղ կյանքդ նվիրում ես ֆուտբոլին, մեկ էլ վնասված քեզ ստանում ու ջոգում ես, որ IT-շնիկություն կարայր սովորել ու վնասվածքը չխանգարել կամ ինչ որ ուրիշ մի բան, ու տենց ամբողջ քո 10-15 տարվա բանը, չգիտեմ, չեմ ուզում ասեմ են գնում աջուրը, բայց կոնկրետ կարա լինի։ Չես կարա կապիտալ Հիմա օրինակ այտենց բան կա, որ ֆուտբոլիստները շատ դժվար են հարմարվում այդ
post football կյանքին, էլի, որովհետև իրանք այդ ընթացքում չեն ձեռք բերել ինչ-որ գիտելիքներ, նույնիսկ ֆինանսական առումով, դա շատ մեծ բան կա, որ արտաքին չգիտեմ, Հայաստանում կա այդպես մարդկանց գիտեմ, որ հենց ֆուտբոլը ավարտեցին, իրանք իրոք չգիտեն ինչ անեն, էլի, այսինքն համ այդ ֆինանսական մասը, որ իրանք սովոր էին ամեն ամիս գումար են ստանում, չէ, ինչ-որ բան, բայց թե որտեղ է այդ գումար պետք է օգտագործեն, ինչ պետք է անեն, որտեղ պետք է աշխատեն։ Այդ Կալյաննի բաց է։ Ունենք Ալեքսանդր Կարապետյանը մեր բացել էր։ Հա, տենց բան կա ու շատ կարևոր է այդ բան երեխեքին այլ է վերաբերվում, որ ունեցեք երկրորդ, երրորդ մասնագիտություն, որը կարաք զուգահեռ ձեր պարապմունքներին չխանգարի, էլի, այսինքն զուգահեռ սովորեք։ Ու ինչը մեզ բերում է մեր մյուս հարցին, դու ինչ որ ուրիշ խառը պրոյեկտներ ես անում սպորտային ու փորձում ես, եթե ճիշտ եմ զգում, պոպուլարիզացնել, այսինքն տենց այդ ֆուտբոլը, սպորտը տանել դեպի բակ, դեպի երեխաներին, ինչ ես անում, հենց մի հատ պատմեք։ Դա Streetball Armenia կազմակերպությունն է, որը հիմնադրել եմ ես, Հայկ Աղաքարյանի հետ միասին, Հայկ ֆրիստայլերին երևի գիտեք TikTok-ից, YouTube-ից։ Եվ ոնց սկսվեց այդ ամեն ինչը, իմ գլխում այդ կար, որ ես ուզում եմ մի բան ստեղծեմ, որը չասեմ իսպար բացակայում է մեր կյանքում, բայց կարծում կհամաձայնեմ, որ մեր տարիքում եւ բակային այդ ֆուտբոլը նույնիսկ գիշերում, որ անդադ մեզ ասում էին նույնիսկ պապաս մեր ժամանակ ավելի լավ էր։ Հետո մենք եկանք, էլի խաղում ենք, բայց ասում են մեր ժամանակ ավելի լավ էր։ Կաշվե գնդակի մասին էին անդադ հիշացնում, այդ իրականում այդ կաշվե գնդակը ես երբեք չտեսել։ Ասենք բոլոր տաքսիստները ասում են, հա, մեր ժամանակ կորժնի մի հատ չկար, բան, այդպես որ խոսում էր, էլի, այսինքն բակային ֆուտբոլի մի հատ մրցաշար էր, որը բոլորը տեղյակ էին այդ սովետական Հայաստանում, էլի։ Ու այնց միտքս անդադ կար, բայց երբ որ դու խաղում ես ու մարզումներ խաղեր, չես կարող, ժամանակ չունես այդ ամեն ինչին, ու մի պահ որ եկավ այդ Արարատից, որ պետքա դուրս գայի վնասվածք ունեի, ու տենց մտածի ինչի չանեմ։ Ու այդ ժամանակ այդ Հայկի հետ էի ծանոթացել, ու ես որ տեսա իր աուդիտորիան այդ երեխեքի ինքան շատ է, իրան շատ են հետևում, համ TikTok-ում, համ Instagram-ում։ Համ էլ տենց ոնց որ սիմպաթիան իրար տենց խոսացինք, բան արեցինք մի քիչ այդ ֆուտբոլի գիրքը, բան, ասի մի հատ թելը զանգեմ խոսամ հետո, որ sense միտք ունեմ, արի միասին սկսենք։ Մի անգամից հա ողջավորվեց, արի սկսենք, բայց իրականում ես իմ գլխում sense շատ մեծ մի հատ պատկեր կար, որը Հայկը շատ դժվարությամբ եկավ դրան, էլի, ես չէր պատկերացնում ոնց կար այդ ամեն ինչը աշխատի։ Ես այդ հավատով ամեն ինչով գրեցի մի հատ պրոյեկտ, ներկայացրեցի մի քանի հովանավորների, որ երբեք ոչ մի պրոյեկտ չի արել մինչև այդ։ Հովանավորները մի անգամից համաձայնեցին, նույնիսկ այդ նենց էի գրել, որ ոչ մեկը տենց պրոյեկտ իրանց երբեք չէր առաջարկել, այսինքն ռեալ նենց ծախսեր, որ նույնիսկ ասում մենք ուզենանք անենք, չենք կարես, ոնց է սանատակից դուրս գալ։ Ասում ես ձեզ ռեալ ծախսեր եմ ցույց տալի, որ սա ստանանք։ Եվ մեր ամենաառաջին միջոցառումը, երբ որ պետք է լիներ 2023 թվականին մոտոր Երևան, մի հատ ինքը տենց հին ֆաբրիկա է եղել մոտորի, կարծեմ կամազների, բաների մեծ այդ բան շարժիչներն են սարքել, ու տենց պատական տեղ անցնելով տեսա, որ մի անգամից պատկեցի, որ հենց ստեղ էլ կարելի է սկսել այդ ամեն ինչը։ Մի հատ տեսալով նկարեցինք այդ փողոցային ֆուտբոլի, իր ֆորմատը ստեղծեցի 3-3-ի դեմ, որը նենց չի որ ես հնարեցի, իրականում կա շատ բաներ դրսում անում են 3-3-ի դեմ, 4-4-ի դեմ, նույնիսկ 1-1-ի դեմ, տարբեր ձևի ձևաչափերով ֆուտբոլի մրցաշար։ Բրո մեջ, հա։ 3-3-ի դեմ բրոչ չկա։ Ինքը փոքր դարպասներ է, խաղում են 10-15 մետր դաշտում, 3-3-ի դեմ 1 փոխարինող։ Եվ այդ առաջի անգամ, երբ որ այդ արդեն սկսում էի այդ նախապատրաստությունը, այդ տարածքը այնքան մեծ էր ու գումարը նույնն էր։ Ես այսքան օգտագործեմ, թե այսքանը։ Մտածում եմ ինչ կարա մտեղ անեմ, հիշեցի, որ բասկետբոլն էլ ունի 3-3-ի դեմ սպորտաձև։ Դա ստրիթբոլը։ Այո, որը հենց օլիմպիական սպորտաձև 2020-ին կարծեմ հենց բանում Տոկիոյում առաջի անգամ հենց ընդեղ է։ Այն օրը ապարանում մի երկու շաբաթ առաջ դուք եք, այս կողքով անցա տեսա, sense ուզում էի դաժե իշնել ինչ որ մի անա։ Մենք ենք ու այդ մի անգամից հենց Այկին ասում եմ բասկետբոլն էլ ենք անում, ինչ բասկետբոլ ոնց բան, ինչ ենք հասկանում դրանից։ Ես շատ sense բասկետբոլ սերեմ, շատ, բայց 3-3-ի դեմ այդ ընդհանրապես բասկետբոլի հետ այդքան շատ չեմ առնչվել, բայց այս տարիների ընթացքում այնքան եմ այս մեր հայկական բասկետբոլի հետ կամ դրսից այդպես անընդհատ ոնց որ այս բանի մեջ եմ ավելի շատ մի տեսակ տպավորություն որ բասկետբոլը ավելի շատ եմ ուշադրություն դարձնում քան ֆուտբոլին, բայց իրականում տենց չի էլի։
Ու մի խոսքով ունեցանք այդ շատ մեծ միջոցառումը 23 թվականի հունիսին, դրանից հետո 2-3 միջոցառում էլ ունեցանք ֆուտբոլի, բասկետբոլի, նույնիսկ մի անգամ հաղթանակի այգու այն հին ավտոդրոմը գիտեք, առաջին ավտոդրոմը, հենց այդտեղ 1-1-ի դեմ ու 3-3-ի դեմ էլի մրցաշար արեցինք, գնացինք խոսացինք տարածքի տնօրենի հետ, ուտեղ այդ ռեզինների վրա հենց մի հատ թույն ատմոսֆերա էր ֆուտբոլի, այդ ավտոները այնտեղ, այդ սերկե կլաններ, շատ կայֆ գնաց էդի։ Հետո արդեն որ տարին վերջացավ, մտածում էի, որ ինչի սա անել Երևանում, ու մտածեցի, որ պետքա մի հատ Հայաստանի սթրիթբոլ գավաթը ստեղծվի, ու հենց մի անգամից այդ նույն հովանավորների հետ էլի խոսացինք, էլի վստահեցին մեզ, ու անցած տարի առաջին մրցաշրջան եղավ Հայաստանի սթրիթբոլ գավաթ 2024-ը։ Ինքը իրանից ներառում էր 10 մարզ պլյուս Երևան առանձին միջոցառում մրցաշարեր, բայց մենք ունենք խնդիր, ես սկզբում մտածում էի ոնց անենք, որ մենակ այդ մարզի երեխեքը մասնակցեն, ֆուտբոլը կարող էինք անել, որտեվ ինչքան էլ մենք ասենք վատ ինֆրաստրուկտուրաները բանը, ֆուտբոլը զարգացած է Հայաստանում անհամեմատ բասկետբոլից, էլի։ Բասկետբոլ ընդամենը 3-4 մարզում ունենք ու այն քանակները չի, որ դու նույնիսկ այդ մարզերում կարաս ուղղակի իրանցով այդ մրցաշարը անես։ Ֆուտբոլը արեցինք մենակ հենց այդ մարզերի բնակիչների համար, այսինքն այս մոտիկ տեղերից վստահ է, որ օրինակ եթե Կոտայքում ենք անում, Երևանից կգային Աբովյան, արգելում էինք, այսինքն պետք է հենց ընդեղի բնակիչ լինեիր։ Իսկ բասկետբոլը ինքը բաց էր ու բոլոր քաղաքներում որտեղ որ անում ենք, մենք Երևանից թիմեր էինք տանում։ Այսինքն գրանցվում էին թիմերը, 2-3 ավտոբուս տանում էինք, ունդեղ իմաստի այն էր իմ միտքը, որ տեսնեն այդ սպորտը, սիրեն այդ մարզաձևը ու հետո հետագայում եթե ունենանք աջակցություն, այդ դաշտերը կառուցենք, որտեղ այդ երեխեքը կխաղան բասկետբոլ։ Ու իրականում այդ բանը այս տարի արդեն, որ երկրորդ տարին արեցինք, ես դրա բանը այդ էֆեկտը տեսնում եմ, որտեղ երեխեքը շատ դեպքերում գալիս են բասկետբոլ են ուզում խաղան կամ ֆուտբոլ, չգիտեմ, ինչ որ ավելի հեշտ է կամ չգիտեմ, իրականում ինչն է դրա ֆենոմենը։ Մի խոսքով, ու տենց այս տարի երկրորդ անգամ Հայաստանի հետ գավաթ արեցինք, հիմա մնացել է մի հատ Սյունիքի մարզկապան պետքա մեկնենք մի քանի օրից եւ դրանից հետո լինելու է եզրափակիչ, ոնց որ ամեն տարի անում ենք, բոլոր մարզերի չեմպիոնները ֆուտբոլի գալիս են Երևանում խաղում են եզրափակիչ։ Անցած տարի առաջի 3 տեղին էինք բերում, հետո այդ շատ բարդ կարողացանք կազմակերպել, որովհետև պատկերացրեք ամեն թիմում 4 խաղացող կա, առաջի 3 տեղը 3 տարեկան մոտավորապես 250-300 հոգի, կեսից շատ երեխեք են 11-10 տարեկան կամ մինչև 15 ու պիտի ես բոլոր այդ 250 տատիկ, պապիկ բոլորի հետ խոսում եմ, բացատրում եմ, եկեք մենք վճարում ենք ձեր ճանապարհածախսը 2 օրեր, եթե անցնում էին խմբային փուլից հաջորդ փուլ, պետք է իրանց հյուրանոցի հարցերը լուծեինք։ Քեզ ասիստենտ է պետք։ Հա, իրոք շատ բարդ է մենակով այդ ամեն ինչ անել, բայց ունեմ թիմ, որ ինչ որ չափով ինձ օգնում են, հիմնականում այդ sense միջոցառումների օրերը, բայց մինչև այդ sense ամեն ինչ մենակով եմ անում։ Մեր լավ տրամադրության քավոր Վեդի Ալկոն ունի լավ լուրջ, զանգու գինիների շարք։ Ու եթե ուզում եք տեսնել, թե ինչպես է ստեղծվում գինին, ապա կարող է գնալ Վեդի Ալկոյի գործարան ուսուցողական տուրի։ Շատ լավ հավեսով դրսից եկած հյուրերով գնալու տեղ։ Համեցեք Պուշկին 15-ը գրանցվելու համար։ Կամ կարող եք զանգարել հետևյալ հեռախոսահամարով։ Das վերնաշեն թե արենի։ Ձեր շատ հաճելի էր, բայց ամոթն էլ լավ բան, կնիկ ջան գնացի։ Արի տաքսի կանչենք, Արկադիկ։ Դու չգիտես, որ ես խմում եմ ավելի լավ եմ նշում, քշում։ Մի անգամ կենտրոնից Ծաղկաձոր աղբերը 12 րոպեում հասել։ Շատ հաճախ երբ մեր քեֆը լավ է, մեզ թվում է որ մենք Շումախերի սենսեին ենք, GTA-ի մեջի Ֆրանկլինը, Նիկոլաս Քեյջը ու գնաց за 60 սեկունդի մեջ։ Եղբայրս կամ քույրս, դա այդպես չէ։ Հարբած ղեկի նստելով վտանգում ես քո եւ ուրիշների կյանքը։ Խաղաղվիր, տաքսի պատվիրիր։ Վեդի Ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Լավ, պատվիրեք ձեր տաքսին։ Բայց ես եմ ասում ոնց քշի։ Ահա։
Լավ, դե դա կարա ինչ-որ ձևով կոմպենսացնեն, որ մենք ունենք ուղղակի բակեր, որտեղ կարենք խաղանք, հիմա տենց մեծ մասը չկա այդ բակերի։ Ես շատ եմ սիրում գնալ այն բակը, որտեղ մեծացել եմ, տենց Սայեդ Նովայի վրա, որտեղ ֆուտբոլ ենք խաղում, հիմա այնտեղ գեղեցկության սրահներ են, 3 հարկանի ու գարաժներ, ու ինչ-որ անհասկանալի բաներ։ Բայց հիմա Երևանում Լիքը շատ տեղեր տեղ կար։ կառուցվել է։ Այս վերջերս նույնիսկ Թումանյան մեկ հասցեում մենք բանի կենտրոն թաղապետարան համատեղ, այսինքն այդ օղակը մեկ է ֆուտբոլի մեր այդ 3-3-ի դեմ գոլերը տեղադրեցինք։ Մեր վերջի տարիներին լավ այդ սարքվում է, մի քիչ ուշադրություն չի դարձվում որակին այդ օղակի մեկ էլ գոլերի, որովհետև եթե տեսած կնեք ցանցեր չկան գոլերի վրա։ Այդ հա։ Ես քանի անգամ իրենց ասել եմ ցանց մի դրեք, որովհետև ցանցը անիմաստ է, ինքը պատրվում է, ինքը այդ ջունը, անձրևը, այդ հարվածները, բարակ ցանցեր են հիմնականում դնում։ Մի շաբաթվա կյանք ունեն։ Նույնը օղակների վրա։ Օղակներն էլ են անորակ լինում, բայց հիմա օրինակ այդ մեր տեղադրածն հենց է, որ ինքը երկար տարիներ ծառայելու է։ Ու այս տարի ես գարունը մինչև այս Հայաստանի ֆուտբոլի գավաթը սկսելը հենց Երևանի գավաթ ստեղծեցինք փողոցային ֆուտբոլի ու 12 վարչական շրջաններում ամեն տեղ մի հատ մրցաշար արեցինք։ Հետո այդ չեմպիոններ եկան Կասկադում եզրափակիչ խաղացին ու ոնց որ այդ պոտենցիալն էլ Երևանի, որ հենց բակերում ենք անում, շատ լավ աշխատեց։ Դա շատ հավես է։ Ես իդեպ հիշում եմ, հələ 90-ականներին այդ ինչ որ տենց ոչ պաշտոնական, բայց նես պայմանավորվելու վրա կար, ես հիշում եմ երրորդ մասի մեր տղեկը, որ մենք միշտ բակում խաղում ենք, իրանք պետք է գային ժամի հայատ, այդտեղի խաղան, ու սենց լարված, սենց բան, ինչ որ միշտ ինչ որ ֆուտբոլի հետ կապ ունեցող կռիվներ էր ելնում դրանից զատ, բայց այդ բանը որ կարելի հա գնանք մեր տղեկին բալի տանենք, բան։ Ես բանը մի որոշ հատված Չարբախում եմ ապրել, Տաթկիստանը, ու այդ Չարբախ երրորդ մաս այդ միշտ կար, Տավտաշեն, չգիտեմ, գնում հասնում ենք, խաղում ենք, հետո ասում ենք դուք եկեք մեր մոտ խաղացեք։ Իսկ գազով թանի վրա խաղում եք։ Ինչ-որ ես հիշում շահումը գազով թան էր, շատ տարածված։ Չեմ հիշում։ Շատ չհաբրգած Շատ են երեխեքի։ խաղացեն կոզինախների վրա, գիշեք են կան գունավոր, որը իդեպ միջի հիմա կա։ Հա, լսի, ընկերս, բայց մի հատ ուրիշ բան էլ պատմեց, այս վերջերս կապված այդ որ բակերում սկսելա տեղ-տեղ հայտնվել բասկետբոլի, ֆուտբոլի դաշտ, Գլումովը հենց պատմել, իր տղեն բասկետբոլ է խաղում, ամեն առավոտ որ գնում է պարապի, Ստեփ Կորի նման, որ տենց 10000 ժամ պարապի, Հարևանները բնակիչները պատաններ բացում են, տղա ջան, առավոտը շուտ, այս ինչ ոնց որ սենց ինչ որ իրարամերժ բաներ են կանում, էլի։ Դա մեր ժողովուրդը չի ուզում ֆուտբոլ ունենա, բասկետբոլ իրականում կա տենց բան, ինչքան էլ որ ես սկզբում չէի հավատում, բայց Կասկադի բասկետբոլ դաշտը գիտեք։ Եզակի խաղալու տեղերից։ 6 ամիս այդտեղ օղակ չկար ու ես անընդհատ անցնում էի, կապնվեցի կենտրոն թաղապետարան, ասի կլինի ես բերեմ օղակ դնեմ։ Ասին պատվիրել ենք, հետո մի շաբաթ հետո զանգեցին նորից կոտրվել էր։ Դանք են անում։ Հա, բայց մի քիչ անորակ բաներ դրվում էլի այդտեղ ու ես դրեցի այդ օղակները, հիմա մինչև հիմա այդ գործում է, որ ամեն օր գրում են մեզ, մերսի շատ ու մի անգամ այդտեղ այդ որ ասում էի ֆինալը արեցինք բանի, եզրափակիչ այդ Երևանի 12 վարչական շրջանի եզրափակիչ որ արեցինք, որ հոսանք էի ուզում այդ կողքը մի հատ Վարշավյանից էր թե ինչ էր, հոսանք որ քաշենք, որ դինամիկները միացնենք, ասում է դու գիտեք չէ, մեր գլխին պատված եք դարձել, ասում ինչի, ասում է տողակները որ բերել դրել եք, ասում է ստեղ են որ ամբողջ օրը խաղում են։ Էդի լավ է։ Ու նույն դեպքը եղավ, որ երբ որ այդ կենտրոն վարչական շրջանի մրցաշարն էր, մի հատ պապիկ մեզ մոտեցավ, ասում է, այս ինչ էր, այս դաշտը մեր գլխին շպատուհաս էր, ասում լավ էր, որ գարաժ լիներ, ասում հա, հանգիստ, ու հետո ասում եմ, ո՞նց է ձեզ խանգարում դա, ասում է, տունը ուզում եմ հանգստանամ, պատուանը չեմ կարող բացեմ, այսինքն իրոք մարդկանց համար կան, չգիտեմ, այդ ինչ ֆենոմեն է, ավելի լավ է գարաժ լինի, քան խաղահրապարակ։ Դե հա, դիլեման իսկական տենց է, էլի, ինչև էդի չընդունենք։ Գիտեք, իրեն ասացի, իսկ դուք փոքր ժամանակ չեք խաղացել, չեք եղել փոքր, ասես չէ, ասում եմ, հա, լավ, ուրեմն պարզ, ինչ նախնդիրը է։ Հա, էսի հոգեբանական բան, ժողովուրդ, պետք է տենց կողմնորոշվենք, եթե ուզում եք ունենալ հավաքական, որով հպարտանալու եք, պետք է բակերում լինի ֆուտբոլ, եթե չէ։ Ասում եմ գոլ են խփում, գոլում են գոլ, ասում եմ, բայց լոնդակ երեխեք են։ ասում ավելի լավ չի դա լինի, քան թե ասենք ձայն չլինի, բայց պատիծակ չգիտեմ ինչեր անեն, որը իրոք անկեղծ Ոչ հիմա չեն էլ իջնում, էլի, вообще պետք է ուրախանաս, որ երեխեն իջել է ու ուրիշ երեխու հետ ինչ որ կոմունիկացիայի մեջ է, էլի, թե չի կարող այդ սա հեռախոսը վարվել։ Բան չէ, շատ է խոսում, որ այդ հեռախոսները խանգարում են երեխեքին։ Ես լրիվ անկեղծ եմ ասում, այս մեր այս միջոցառումների ժամանակ
շատ երեխա կա գալ, ահա որ շատ, նամանավանդ մարզերում, որ օրինակ նույն Վանաձորում որ արեցինք, մոտավորապես 400 մասնակից ա եղել, ու էլ չհաշված այդ ամբողջ օրը այդքան մարդիկ որ գալիս են։ Մեկի ձեռը հեռախոս չես տեսնի, որ ժամերով ինքը բանան։ Հեռախոսը ուղղակի որ գալիս են մեր հետ նկարվելու, այսինքն իրանց տուր տեղ որ խաղան, իրանք չեն մտնի այդ հեռախոսի մեջ, էլի։ Որը ասենք իրոք շատ լուրջ խնդիր է այդ ծնողները որ չեն նույնիսկ չեն հասկանում ինչ են նայում, էլի։ Երեխեքը որտեվ իրոք չգիտեն TikTok-ը ոնց է աշխատում, չգիտեն YouTube-ը ոնց է աշխատում։ Օրինակ մենք ունենք այդ մասնակցության մի հատ վճար, որը շատ փոքր մի բան է, այդ հովանավորների միջոցով է արվում, էլի։ Որ ինքը ֆինանսական մի հատ անուն չասեմ որ գոհաց չնի դա, ֆինանսական գրագիտության համար հավելված է։ Ու ոնց որ պետք է իրանք դա ներբեռնեն, հենց դրանով վճարեն, որ այնտեղ ստանալու են հետո սնունդ, ջուր, շատ ավելի մեծ գումարի բան, քան Okay, կարաս ասես, լավ բան։ Բայց խնդիրը որն է, գալիս են օրինակ ծնողներ կան, ասում են, ես չեմ ուզում, որ իմ երեխան էդի քաշի։ Ու ես հարցնում եմ, ինքը TikTok ունի, ասում են, հա։ Ամենավատ բանը արդեն։ Հա, ու չեն կառավարում, թե նույնիսկ TikTok-ը եթե կառավարես, ինքը շատ լավ բան է, լիքը բաներ եղեք կարան սովորեն, բայց որ այդ ծնողները չեն հասկանում, մի քիչ չգիտեմ, երևի շատ արագ զարգացավ տեխնոլոգիան, ու մի քիչ մեծ տարիքով մարդիկ երևի չհասցրեցին էլի դրա հետևից։ Հիմա մենք գիտենք, չգիտեմ, իմ տղաս օրինակ գիտի կարա բան անի, բայց հա, դա այտենց լուրջ խնդիր է, որը չգիտեմ, մենք ինչ որ տեղ փորձում ենք իրանց ասենք, բացատրենք, համոզենք, հետո այդ օրինակ այդ կուրքերի մասով, օրինակ ունենց մի հատ ֆենոմեն է, այդ կուրք ունենալ է, այդ որ իրանք տեսել են ինչ որ մեկին, այդ բլոգերի մոտ կամ ինչ որ մեկ-մեկի մոտ գալիս են նկարվում, որտեվ հայ ֆրիստայլերի մոտ են տեսել։ Հա, դա դենց է։ Հա, անընդհատ հարցնում Հա, բայց դա լավ է, երբ որ ինքը ցույց է տալիս ինչ որ այդ պարապելը բանը, այդ երեխեքին։ Հա, նայ, հայկային բացառիկ բաներից է, որ լավ բան է ցույց տալիս, բայց կա որ շատ վատ կողմեր, որոնք իրանց համար կուրք են ու չհասկանալով նույնիսկ ասենք ինչի համար էլ ինչ այնք անում որ դու իրան կուրք ես համարում էլի ու ես անդադ ասում ձեր կուրքը ձեր ծնողներն են ոչ ես եմ ոչ Հայկնա ոչ մեկ ասում լավ է որ ինչ որ մեկին հետևում ես լավ է որ ինչ որ ֆուտբոլիստի ես սիրում բայց պետք չի օրինակ այդ Ռոնալդոյի ֆենտեսակ ինչ էր կատարվում ինձ թվում է դա մի քիչ չափազանց դու էլ ես չէ այդ տարիքում քո հերոսը ունեցել ֆուտբոլային հենց այդ եմ ասում օրինակ դուք եղել է դեպք որ փոքր տարիքում ունեցել ենք չէ ասենք այն ժամանակ հերոստացույցում էր մեր այդ աստղեր ասվածը Հա դուք ուզեցել եք որ մոտենակ նկարվեք անպայման բան անեք օրինակ ես չեմ այն ժամանակ անհավանական էր որ այն ապարատը մոտը տնի որ նկարվեր դե հա բայց նույնիսկ այն որ չգիտեմ մի քիչ ինձ թվում է այս սերունդը շատ ավելի այդ կողմով ազատ է մենք կարող է ամաչեինք մենք կարող իրանք շատ ազատ են ժամանակ Հրանտ Թոխացյանին ու Աշոտ Ղազարյանին իրար հետ sense տեսա sense դեմի մայթից ու sense ոգևորվել պրոստը չէր կարա նկարվել հիմա այդ երեխեքը մոտենալ երեխեքը մի քիչ ավելի ազատ են այդ առումով նույնիսկ չափից շատ ազատ, որովհետև մեկ-մեկ նենց են ինձ դիմում, որ ես նույնիսկ չխայնանում եմ իրանց վրա, որ Դավս։ Չէ, դա լավ է հələ, իրոք 10-12 տարեկան մեկի գորդում է հետևից աղբերս, որ ես քո աղբերը չեմ, էլի։ Իրոք իրանց համար ոնց որ այդ սովորական լեքսիկոնի մեջ բան է դարձել, որ նորմալ է կապ չունի տարիքը, էլի։ Դե շատ լավ է որ բալանսի եք բերում սպորտը մեր կյանքում Եվ վերջում, եթե հանկարծ ինչ-որ բան ուզում ես մեզ նվիրել, Դավիթ, օրինակ հրավիրատոմս, հիմա ճիշտ պահն է։ Այո, սա մեր ֆինալի բաներն են։ Այո, սա մեր եզրափակիչն է։ Ես գալիս եմ։ Որտեղ Նեմրան է լինելու եւ եթե չգիտեք, մեր Շեյգան նոր հայկական ռոք խումբ ունենք, որը կարող եք բանից նկարումից հետո մի հատ տեսնել, իրոք շատ թույն օրենք ունենալու, բայց մինչև այդ համերգը այդ եզրափակիչն է լինելու։ Հա բոլոր այդ մարզերի հաղթողները գալու են, առանձին հետո բասկետբոլի մրցաշար, սկեյթբորդի, բրեյք-դանսի, ուսումնասիրած շատ հագեցած օր է լինելու, անցած տարի 2 օր արեցինք, այս տարի մի քիչ կրճատել ենք, բայց ինքը շատ թույն օր է լինելու, նաև այդ օրը տեսահոլովակ ենք ցույց տալու, որը համատեղ հենց Նեմրայի հետ, այսինքն իրանց երգի հիման վրա նկարել եմ այս սթրիթբոլի ստեղծման գաղափարը թե ոնց եղավ, ճիշտ է մի քիչ այդ կինո այդ բան ասված մի քիչ չափազանցված կա, բայց հենց այդ թե ոնց այդ միտքը մոտս առաջացավ այս ամեն ինչը ստեղծը,
Վանի հետ էլ այդ երկու աստղի շրջանակներում ծանոթացանք ու տենց համ ինքը տենց պատրաստական էր որ դա անենք, համ էլ տենց շատ ուրախ եմ որ իրանք են էլի այս տարի մեր եզրափակիչ Իսկ մեծիկները կարան գան բասկետբոլ խաղալ, իմ նման։ Խաղալը կարան, ինքը ազատ է։ Նորմալ։ Իրականում այնտեղ շատերն են գալիս, ասում են ոնց գրանցվենք, ոնց խաղանք, բայց մի քիչ բարդ է նրանով որ 42 տարեկան։ Եթե խաղում ես, չէ։ Դե գնացել եմ բասկետբոլի։ Հա, դե ուրեմն կարաս հանգիստ խաղաս։ Այդ օրը գլումովն է կակրաս լինելու, մեր հաղորդավարը համել կարող մի հատ թիմ ստեղծենք։ Մի հատ ուժեղներով թիմ ստեղծեք բա։ Ինչ որ հետաքրքիր մի կարելի է ասենք չեմպիոնի դեմ։ Մցրեցի ինձ վերջի NBA-ի, էլի։ Չեմպիոնի դեմ կարելի է բան անել խաղալ։ Հա, այդ որ ասում ես իդեպ որ կուրս ես ունենում բանս անում, նա երկու բան մեր բակային կյանքը փոխեց։ Ну, չեմ ասում որ սաղ բակն է, դες մի քանի ընկերով ենք տարված, բայց RTR-ը, գիշես, RTR-ը ալիք կար։ RTR-ը ցերեկը 2-ին ցույց էր տալիս NBA-ի խաղերը, այն ոսկե դարաշրջանը Chicago Bulls-ի, Utah Jazz-ի ու դուրս եկավ Michael Jordan-ի ֆիլմը, որ Bugs Bunny-ի հետ Cosmic Jam, Space Jam։ հա, ու մենք առել ենք մի հատ գնդակ, որի վրա գրած էր Space Jam, թիմ էինք սարքել, ամեն առավոտ գնում էինք դպրոցի բակում պարապում էինք, այդտենց սովորեցինք բասկետբոլ խաղալ։ Իրականում այս բաներով գնալուց, ես որ բասկետբոլի մեջ մի քիչ շատ արժի, ես իրոք չգիտեի որ այսքան պոպուլյար է ինքը Հայաստանում։ Ես գիտեի օրինակ ես եմ սիրում, չգիտեմ, պապաս է Չէ, սիրում։ իրականում պոպուլյար չի հա, տես մի քանի գժեր են, որ առավոտը 5-ին կարող զարթնենք, որ խաղը Բայց կան, օրինակ այս երեխեքը, որ անընդհատ գալիս են մեր մոտ խաղում են, իրոք չի պատկերացնում, որ այդքան կան, էլի իրանք։ Ու գնալով պետք է մեզ միավորվել երեխեք։ Այսինքն նույնիսկ ասենց ասեմ, անցած տարի, որ երբ որ այդ հատակը որ կա, մենակ մենք ունենք Հայաստանում, էլի, այդ հատակն է, բասկետբոլի օղակն է 3-3-ի դեմ, ու երբ որ գալիս ենք մի մարս ու այդ սկսում ենք այդ պատրաստությունը անել, մարդիկ քայլում են, հարցնում են, «Էս ինչ համեր գա լինելու», ասենք բասկետբոլի օղակ կամ չգիտեմ, միտինգ ա լինելու, վարչապետն է, չէ, մենք ենք, դա հասկանալի է, որովհետև ինքն է ստուգում արդյոք չափանիշներն։ Բացի դա, ուղղակի մարզերում բացի այդ համերգից ու միտինգից մարդիկ բան չեն տեսել, դες կարելի ասել, էլի։ Իսկ սա միացած ինքը այնպես մի հատ մեծ միջոցառում է, որ երկրորդ տարին արդեն սովորեին։ Բայց օրինակ այս տարի Արարատի մարզը նոր քաղաք գնացինք, Մասիսում եղանք, մնացած բոլոր քաղաքները գրեթե կրկնվեցին այս տարի։ Մասիսում էլ են, որ մարդիկ տես մի քիչ խառնվեցին իրար։ Հա, էլի էս ինչ է կատարվում։ Նամանավանդ այս տարի մենք ավելացրեցինք break dance-ը եւ skateboard-ը, որ այդ փողոցային կուլտուրայի միացած թույն մաս է կազմում, որ բոլոր մարզերում այդ արեցինք ու ասենց ինքը իր էֆեկտը տվեց բոլոր մարզերում այդ break dance-ը համ երեխեքի այդ պարողների համար հնարավորություններ բեմեր, որ իրանք կարողանան այդ battle-ները անեն մրցեն, որը իրենց մակարդակները շատ ավելի մեծացրեց, որ հիմա գա կես ամսի 5-ին, հոկտեմբերի 5-ին դուք ինքներդ կտեսնեք, որ ինչքան թույն տենց տաղանդավոր երեխեք կան։ Ուրեմն break dance-ել կա։ Դե ինչ Դավիթ։ Այո։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ Ձեր նախաձեռնությանը։ Մոտոր Երևանում։ Բոլոր տեսակի հաջողություններ, շատ հետաքրքիր էր եւ լուրջ կասների եթերում։ Բաժանորդագրվեք, լայքեք, շարունակեք հետեւել, մենք էլ ամեն ոլորտից հյուրեր ունենում ենք։